Գյորջյան Կասկադ, 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։ Ներկա գտնվող անձանցից ճանաչում են Աշոտ Մարգարյանին, Վազգեն Ոստանյանին, Սերգեյ Մոկոչյանին, դրանքում հանդիպել են երկու անգամ։ Չէ, ճանաչում եք։ Ում հետ եք մտերիմ հարաբերությունների մեջ, ում հետ եք թշնամական հարաբերությունների մեջ։ Թշնամական հարաբերությունների ոչ ոքի հետ, ընկերական հարաբերություններ ունեն Վազգենի և Աշոտի հետ։ Վազգենի և Աշոտի։ Մեղադրյալին առաջինը հարցեր է տալիս իր պաշտպանը, խնդրեմ պարոն Քանեշ։ Դուք ասեցիք, թե մյուս մեղադրյալներից ունեք ճանաչում։ Ասենք, թե Վազգենին, Աշոտին և Սերգեյին և որտեղից ինչ անհավատներն են ճանաչում։ Վազգենին ճանաչում են 44 օրյա պատերազմից, իմ շատ լավ ընկերն է, իրար հետ շատ բաներ ենք տեսել և պատերազմից հետո որոշել ենք մեր ընկերությունը շարունակել։ Նույնը կարող եմ ասել Աշոտի հետ, պայմանական մեր հրամանատարները, որ մենք ընկերական շատ սիրում ու հարվում և հարաբերությունները պահել ենք ընկերական պատերազմից հետո Սերգեյի մասով կարող եմ ասել, որ մեկ անգամ տեսել Վազգենի հետ ունենալ լուծել։ Կարոն ենք ինչպես ասի ճանաչում։ Այդ ասեցեք, պատերազմից հետո, որ ասում եք Վազգենի և Աշոտի հետ շարունակել ընկերական հարաբերությունները շրջաններում։ Նրանց հետ միասին որևէ գործունեություն ծավալել եք, թե ոչ, եթե այո, ապա ինչպես է։ Այո, գործունեություն ծավալել ենք, ստեղծել ենք ազատ հարաբերական ընկերությունը, որը պետք է ծառայեր գումար աշխատելու համար և ինչ որ Աշոտի մտքերը իրագործելու և հայրենիքի պիտանի լինելու համար։ Այդ ընկերությունը ինչ գործունեություն եք ծավալում։ Գործունեությունը ուներ 3 ասպեկտ, 3 մաս, 3 մասն ենք աշխատում։ Առաջին 3-ն էլ հիմնականում քաղաքացիական է, հիմնականում բացատրում հաջորդիվ, ինչ ուզում ասել, առաջին 2 բաները դա ջրատախտացուցիչն են և էլեկտրալիզորը, որը որ փորձում ենք արտադրենք, և երրորդը օդով աշխատող շարժիչը։ 3 հիմնական ուղղությունները, որը որ ռեալ գործողություններ ենք անում, որպեսզի դա իրագործվեր։ Պատվազնեք իրականը դրա համար ստեղծված եթե հիշում ապսական, ասեք ասելից Այդ օդով շարժիչ ստեղծելու նպատակը ինչի՞ն է ծավալել։ Ինչի համար են օդով շարժիչ։ Օդով աշխատիչ շարժիչը դա նորարարություն չէր, 2012 թվականին դա Հնդկաստանում է օգտագործում մեքենաչինության մեջ, ես ամեն շտապ հիշում եմ, որ ամեն գործի ինչի որ ես վերաբերվում խորացված եմ գործում ուսումնասիրել և հասկանալ։ Դա նորարարություն չէր, մենք դա ուզում ենք ոնց որ բանվերտացիա անենք, օդով աշխատող շարժիչ տեղադրվեր թշով սարքի վրա, խնդրում եմ ուշադրություն հրավիրենք, որ դա դրոնչի, որ դրոնչ ասենք դրան, ընդհանրապես, որտեղ դա դրոնչ էր։ Մեր շեշտը դրված է եղել շարժիչը ստեղծելու համար, ոչ թե ինչ-որ մեկի վնաս տալու։ Հետագայում հարցեր իհարկե կառաջանան, ինչի ինչ-որ մի բան կարող է անել, թե ոչ, դա կլինի ռազմամթեր, դա կլինի բժշկական իրեր, որը որ պետք է լինի
դա ուղղակի քաշում ենք մենք մոտավորապես առինցիով տալիս, որ հասկանա ինչի մասնա խոսում թե ինչ ուժ կարող է ունենալ այդ օդով աշխատող շարժը։ Ինչի հենց օդով աշխատող շարժիչ, որպեսզի ռադարները, ցիկլավիզորները չկարողանան գտնել երկինքում։ Հիմնական իմաստը դա է եղել, դեպի մենք ուզում դա ստեղծել։ Ու ինչով է այդ դիպտին ինձ գրավել, որ ես ելնեմ այդ մունքի մեջ։ Հիմնական դիպտին։ Մունքի հեղինակով էր Աշոտից։ բացատրելակոս, ինչի համար է դա պետք։ Աշոտը բացատրելում ես, որ դա առաջին կարգին շատ լավ բիզնես իդեա է, որ կարող է հետաքրքրել շատ ինվեստորների, որովհետև դա սովորական ինչ-որ մի բան չի եղել, որ ինտերես մի բան վեկալում են, մի բան ավելացնում են, ահա ձեզ նոր բան։ Նման բան չի, միտքին գրավել է, մենք բազմիկի անգամ փորձել ենք շատ տարբեր մարդկանց ներկայացնել, հաջողվել է մարդկանց հետ կապի մեջ մտնել, եղել է, որ ուշադրություն ինչ չեն դարձրել, վկաներից Միրանը եկավ և հաստատեց, որ մենք ներկայացրել ենք նրան մեր միտքը, ինչից որ մենք ստացել ենք հավանություն։ Ես անձամբ ներկայ եմ գտնվել այնտեղ, և շատ բաներ կան, որ հայրեն մի դուքեր չհասնելը, ես անգլերեն թարգմանում եմ։ Ինչով է ես գտնում եմ կազմակերպությանը, որ ամենից լավ, ինքնաբանչելին մենք, ոնց ասեմ, մեկս մյուսին լրացնում ենք ու փորձում ենք ֆինանսավորում գտնենք, որ օդով աշխատող շարժիչը լինի։ Միրան հետ խոսացինք, ինչպես նաև, որ հաստատվի, որ մենք ռազմական ինչ-որ մի բան չենք անում, մենք Armenian Forest, My Forest Armenia, տենց կազմակերպություն գործում ունի, անտառների վերահսկման, անտառների պահման, ես անձամբ խոսել եմ մարդկանց հետ, այնտեղ աշխատող, որ նաև ներկայացնենք, որ Հայաստանի անտառապահության համար շարժիչով աշխատող հրճոսարկը, որպեսզի հետևի երկնքում անտառահատում եղել է թե ոչ, որ չլինի տպավորություն մարդկանց մոտ, որ մենք ռազմական ինչ-որ բան ենք անում։ Միգուցե նույնիսկ քննարկվել է հարցեր, որ այդ օդով աշխատող շարժիչով աշխատող ինքնաթիռը պետք է բուժօգնություն հասցնի միգուցե վնասված մարդկանց համար, որտեղ մենք միշտ քննարկում ենք ռազմական, բայց ընդհանրապես չենք քննարկում, որ մենք ռազմական չի լինել։ Ես եղել եմ ոչ միայն հայրենիքի համար ինչ-որ պիտանի բանով, այլ նաև որպես բիզնեսմեն, որը որ չի եղել։ Մարդը, որ փորձել է մարդկանց մի բան տալ, որ պետք է կարող լինի։ Այդ կանցրայի Միրանի հետ նշած Միրանի հետ հանդիպումը հանդիպան ընթացքում տեղանացած կուսակցությունը պայմանավորվածությունները քիչ ավելի մանրամասն ներկայացնել։ Ինչպես նշեցի, որ My Forest Armenia կազմակերպությունում ներկայացնելու ժամանակ մարդը, որ ոնց լսում էր, ասաց, որ ես տեխնիկական բնույթի բաներ շատ չեմ հասկանում, մանրամասն չեմ կարող ասել, բայց գիտեմ մարդու, ով հասկանում է։ Միրանի հետ մեզ ծանոթացրեց, Միրանի կոնտակտները տվեցին այնտեղից, My Forest Armenia-ից։ Միրանի զանգեցինք, Միրանը միտքը հավանեց, քանի որ նաև հայրենիքը, ինչպես ասած, շատ է սիրում։ Եվ կազմակերպեց օր, որ մենք կարելի հանդիպենք։ Գնացինք, հանդիպեցինք, ներկայացրեցինք, մանրամասն խտաբանության մեջ ամեն ինչ ճիշտ էր, խտաբանության մեջ ամեն ինչ ճիշտ էր, բայց Միրանն որպես բիզնեսմեն ասել, որ հարկավոր է որոշակի մատերիալական մի բան ունենալ, ոչ թե խտի վրա ներկայացնելու կամ բանի վրա։ Ինչից հետո սկսեց աշխատանքները, տրիտը-պրինտերով բոլորին հասանելի ձևերով ուղղակի ստեղծել փոքրիկ մապով, որը որ Աշոտը մի անգամ ներկայացրեց Աշոտի մոտ։ Փորձեցինք անել դա, և դենց ամեն ինչ ստացվեց, որ ես ստացվեց է։
Այն ինչ-որ տղաների հետ մարզահամերգային համալիրի տարածքի գնացել և ցանկացել եք իրականաբացության հանդիսացել ինքնասերովկա և հոսակի Նա դեպ վարդություն է կոնտերի մանամասի պարներ Ինչի համար է գնացել, ինչն է պարաչել Մարզահամերգային համալիր գնալու միտքը եղել է այնպես, որ մենք չենք ուզեցել ոչ ոքի վնասանք։ Միտքը եղել է հիմնական դա։ Քանի որ վնաս, այսինքն, եթե նույնիսկ խաղալիք է, բազմակի անգամ մենք տեսնում ենք որտեղ երեխեքը նմանատիպ խաղալիքները խաղում են, դա կլինի էլեկտրական մեքենաներ, փոքրիկ քաշով սահմանագործիքներ, դա տեսել ենք որ այնպես բաներ։ Ու քանի որ բացասական տարածք ու ծառեր չկան դեռ, կոնկրետ այդ տարածքում չկա ծառեր, ինչ-որ բաներ, որ մնա ինչ-որ ծառի վրա էլեկտրական ինչ-որ բաներ չկա, որ չվնասենք ոչ մի բանի։ Որոշեց լինել հենց այդ տարածքը։ Որոշեց լինել հենց այդ տարածքը։ Հիմնական միտքը եղել է դա։ Քանի որ մենք իմացել ենք, որ դա ուղղակի խաղալիք է, ու բազմակի անգամ տեսել ենք, որ հենց այդ տարածքում երեխեքը խաղում են, դաժե նույնիսկ Հիշում եմ հենց այդ օրը մի քանի երեխա հենց ուղղով խաղալիք էին, այդտեղ քշում այդ ռադիո աշխարհով։ Չգիտեմ խի տպավորվել եմ ուղղով։ Ու ես ինչ-որ մտածեցի, որ ոչ մի վտանգ այդտեղ չկա, քանի որ մենք ինքներս ոչ մի վտանգավոր բան չենք դել ու այնց քանի որ մենք ոչ ոք չենք իրապետում ինչ-որ խցնելով երբեք այս խաղալիքների առնչություն չենք ունեցել, հենց առաջին իսկ գցելու ժամանակ մի պրոպելեր ջարդվում է, ու ուղղակի ջարդած հենց բանով կանգնած եկան բռնեցին տարան բաժին ներկայացնելով որպես հարավական ինչ-որ արարք են կարելի Ասատիսի մասը այդ խաղալիքը գցնելու նպատակը որն է ինչ է ուզում անել Զվարճանայիք դրանով, թե ինչ անեիք Զվարճանալ կավա մի քիչ, բայց հիմնական իմաստը եղել է նա, որ մենք վերցել ենք դա և օդով աշխատող շարժիչը տեղադրելու ժամանակ մենք կկարողանանք գոնե մի քանի մետր այդ ինքնաթիռիկը կարողանանք գոնե առաջ մի քանի մետր, որտեղ իրանը մեզ ասել ինչ-որ մի բան մատերիալական լինի, հիմա պարտադիր չէ ինքնաթիռներ ու մանևրեր կամ ինչ-որ այնպես բաներ, բայց գոնե մենք կարողանանք դա ստարտային գոնե։ Կարող կլամպ է նաև, եթե դա չաշխատի, կլամպ է, որ մենք ուղղակի այդ շարժիչը կցնում ենք կշռքի վրա և եթե ուժը տալիս է կշռքով Կշռքը եթե շարժվում է, այդ բավար ուժ գոյություն ունի։ Դա արդեն կամբարկները կչափենք, թե ինչ ուժ ունի կշռքի վրա կիլոգրամով։ Դա կլամպերն էր, որը որ այդքան էլ պրեզենտաբիլ չէր, բայց աշխատող էր։ Հիմնական իմաստը դա է եղել, թե ինչի ենք մենք առաջինում գնացել համալիրում փորձարկելու ուղղակի խաղալիքը։ Այսինքն ոչ մի բան չավելացնելով դրա մենք գոնե կկարողանանք մի քանի մետր դա քշել։ Հիմնական իմաստը դա է։ Այսինքն ղեկավարելու փորձ է դուրս Ղեկավարելու փորձն է շփանց ու դա ուղղակի միացնենք որ հիմա այս բանը որ չենք իրապետել դրան ինքը ինչ կարող անի բացասացված տարածքը հարկավոր է լինի դրան մտածենք այնտեղ որ ոչ մի համացած երաստված չանի մենք հանգացակիտը պահպանել էլեկտրական լարեր կան պահպան կա մախսելի հանգացակի բանջարը բացասացված տարածքը իմաստը դա է դեպի հենց այդ տարածքը ու երկրորդն է Լավ, բացի ձեր նշանակից ձեր ընկերների կողմից ընդհանրած ընկերությունը միջդուրսնության ձեր զբաղվում է օտոաշխատող շարժիչը, որը գծել եք ստեղծել, կենցաղային իշխորներ, այ Եթե ինձ է ձեր մեջ նկարություն, ցանկություն
եղել է ստեղծել պայթուցիկ հիմքեր, պայթեցնող սարքեր, ականներ, Տաշը պատասխանում ոչ չի եղել։ Գործել չի Նպատակ չի։ Գործել չի արել ստեղծելու այդպիսի առողջաններ։ Ոչ։ Վաղինյան, դուք կարծանոթ եք ձեր առաջադրված ներադրանքին։ Եվ ծավալում առաջադրված, ես հիմա գործության չեմ սանքանում դա ներկայացնել, անի որս է դրանից ծանոթ եք։ Բոլոր ներադրանքներին հետևում նաև ձեզ ներադրում են նրանում, որ դուք ուզեցել եք ձեր բերել, հարմարեցնել, պայմաններ ստեղծել հավերժական գործողություններ կատարելու համար, որ նախքանց որոշակի խնդերին վնաս տալ, նրանց կողմնակցությանը վտանգ սպառնալ, պետական իշխանական մարմինների գործունեությունը կազմալուծել, քայքայել, համախոհներ եք կընտրել, հատկապես զինվորական գործունեություն մարդկանց շրջանում եւ այլն, երկար շարունակել ներադրանքում նմանատիպ գործողություններ։ Ինչ կասես ասում։ Նման գործողություններ Ասում։ արել եք թե ոչ։ Ասում։ Ես ուրիշ բառ չեմ կարող գտնել, որովհետև դա նույնիսկ ինչ-որտեղ վիրավորական այլ է ինձ որսից նման բանա, որտեղ ես ինքս ինձանով շատ խաղաղասեր մարդ եմ, բայց կույր մարդ է չեմ։ Ու միշտ է դրա կոմբինացիան մարդկանց մոտ առաջացնում է շատ խառը մտքեր ու ավելով բան եմ ասում, ես հացի պատասխան կասում ոչ ասում դա։ Այ մյուս ներադրանքներից որևէ մեկը կամ մի քանիսը ձեր հետ նման խոսակցություն վարել են, որ պետք է ստեղծել այսպիսի մի խումբ, մարդիկ քաղաքագրենք, նման գործողություններ, երբևիցե նման խոսակցություններ, պայմանավորվածություններ տեղի ունեցել են։ Ոչ, նման բաները չի։ Այ գործում կա ներքին դիտման հավանականություն, դուք դրան ծանոթ եք, այ ձեր Վազգեն Ռուսկանյանի, Սերգեյ Մկրտչյանի միջև դեր 20-ին հարկում խոսակցություն ձայնագրվել է և այդ խոսակցություն ձայնագրությունը այդ թեման դերն օգտագործում է որպես ապացույց։ Դրա վերաբերյալ ինչ է Դրանք հարավս ավելի կոնկրետացան մարդը, որ ավելի հեշտ է պատասխան։ Այ ընդհանուր օրինակ խոսում եք դրոնի մասին, մասնավորապես ինչ արագությամբ կարող է գնալ, ինչ ծանրությամբ ինչ կարող է տանել, հիմա տեխնիկական հնարավորություններ է ինչ-որ քանակում, այ այդ խոսակցություն բարելու իմաստով Տեխնիկական իմաստով զրույցներ մենք շատ ենք ունեցել, ինչ կարող լինի, ինչ չի կարող լինել, շատ տարբեր բաներ են եղել, երկու ասպեկտ է եղել, մեկը ես եմ լսել ձայնագրությունները, մեկը ընդհանրապես ուրիշ ինչ-որ դրոնի մասին է խոսքը գնացել, իսկ Սերգեյը երբ որ ես եմ ներկայացրել այդ խոսակցությանը,
ինչ հնարավորություններ կարող է տանել ոչ թե դրոն կամ ինչ-որ դրոն, այլ մեր շարժիչով աշխատող այդ շարժիչի հնարավորությունները։ Դա պայմանական ընդհանրապես քաշ է եղել, որը որ զինվորականությունից հասկացող մարդիկ ավելի լավ հասկանան, օրինակ 200-ից մի ինչ կանա, 400-ից մի ինչ կանա, դա ընդհանրապես պայմանական արժեք ոնց որ լինել, ոչ թե գրամ կիլո, այլ որոնը ոնց որ բռնել են քաշի մոտնավորապես հասկացել են, դա ոնց որ կիլոգրամ տոննա ցենտներ չափման միավոր է, ոնց որ 1 մին, 400-ից մի չափման միավոր ընդհանրապես որը կարող աներ մեր օզով աշխատող շարժիչը, այսպես կարող ասել։ Պրոստը ոնց հասկանում են օտո աշխատող շարժիչ, որ ասում ենք շատ երկար է, պարմանական դրան ասում ենք դրոն սամանելու տարբեր բաներ, ասում տարբեր միտքն է, որ հասկանում ենք։ Մեզանից առաջ դրոն կարող է ստեղծել են կամ ինքնաթիռել, իսկ էլեկտրական այդ շարժիչը ամենևս է շուտես։ Այն գործում նորգար եմ, ձեր և Աշոտ Մարկարյանի միջև վերոնեցած կարակոսայքոսայության գարնանցան արնանալությունը, որի անազայն կամ դուք եք զանգին